Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագիտության պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս պարոն Ներսես Կոպալյանի հետ։ Ողջունում եմ պարոն Կոպալյան, ողջունում եմ ձեզ մեր ստուդիայում, որտեղ միշտ հեռու ենք խոսում իրար հետ։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Այո, իսկ այսպիսի զրույցը կարծում եմ շատ ավելի հետաքրքիր կլինի։ Անմիջական կլինի ավելի։ Եվ այսպես, առաջին հարցը եկեք այսպես ընդհանուր տամ, հետո արդեն կսկսենք ընդհանուրից գանք մասնավորին, ինչպես ասում են, որը կհամարեք անցնող 20-25 թվականի գլխավոր քաղաքական արդյունքը, դրական կամ բացասական Հայաստանի համար։ Այո, բնականաբար դրական է, եւ դա օգոստոսի 8-ի համաձայնություններն են, որտեղ կարող ենք ասենք, որ այդ իրադարձությունը ամբողջովին փոխեց Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը, դինամիկան ամբողջ տարածաշրջանի փոխվեց եւ հասկացանք, որ Հայաստանի ապագան եւ Հայաստանի կարողությունը, որպեսզի կարևոր դերակատար տարածաշրջանում ավելի զարգացավ։ Նույն ժամանակ պետք է հասկանանք այս իրադարձությունը որ տեսանք 20 թվականի պատերազմից հետո Հայաստանը գտնված շատ ահռելի վատ վիճակի մեջ կլիներ մեր անվտանգության կարողությունները, մեր արտաքին քաղաքականության իրավիճակը եւ նույն ժամանակ մեր հարաբերությունները մեր հարավյանների հետ, նամանավանդ Ռուսաստանի հետ։ Այդքանը գիտակցելով մենք հասկացանք, որ վերջի 3-4 տարվա մեջ Հայաստանը պետք է դիմեր այն քայլերին, որ կարողանալու էր թույլ տալ Հայաստանը զարգացնել իր կարողությունները, այո, եւ լուծել այն բարդ խնդիրները, որ Հայաստանը ուներ։ Եվ բոլոր այդ աշխատանքը բերեց այս օգոստոսի 8-ի համաձայնություններին։ Ինչին ենք գալի։ Երբ որ հասկացանք, որ Ռուսաստանը այլևս Հայաստանի իսկական ազնիվ անվտանգության գործընկերը չի, երբ որ հասկացանք, որ ունենք երկու կողմից այն տեսակի հարևաններ, ովքեր որ տևական աշխատում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, եւ հասկացանք, որ Հայաստանը իսկապես մենակ է գտնվում տարածաշրջանում, պետք է մեր արտաքին քաղաքականությունը, մեր ռազմավարությունը փոխենք։ Եվ այդ ռազմավարությունը գնացինք դեպի այս դիվերսիֆիկացիայի ռազմավարությանը եւ Հայաստանը շրջադարձարեց դեպի արևմուտք եւ տեսանք, որ մեր անվտանգության վիճակը եւ միջազգային հարաբերության կարողությունները ամբողջովին փոխվեցին։ Եվ այդ աշխատանքները բերեցին այս օգոստոսի 8-ի իրադարձություններին։ Եվ ինչ տվեց օգոստոսի 8-ը Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի Հանրապետությանը տվեց այն զսպողության կարողությունը, որ մենք անցյալում չենք ունեցել։ Այսինքն, եթե օգոստոսի 8-ից առաջ մենք տևական ունենք այն մտահոգությունը, որ Ադրբեջանը հարձակվելու է, ունենք այն մտահոգությունը, որ մենք չենք կարողանալու լուծենք մեր անվտանգության խնդիրները, օգոստոսի 8-ը իսկապես ստեղծեց մի իրավիճակ եւ ստեղծեց նոր անվտանգության համակարգ, որը թույլ է տալի Հայաստանի Հանրապետությունը լուծի իր անվտանգության խնդիրը, որովհետև մենք կարող ենք ձևեր գտնենք, որ լուծենք մեր տնտեսական խնդիրները, մենք կարող ենք ձևեր գտնենք, որ լուծենք այն տարբեր խնդիրները, բայց անվտանգությունը իսկապես մեր համար ամենակարևոր համար առաջին խնդիրն է, որ դժվարությունով ենք լուծում։ Եվ օգոստոսի 8-ի իրադարձությունները այս Վաշինգտոնի ակորդի համաձայնությունները իսկապես ամբողջովին փոխեց այդ դինամիկան։ Այսինքն մեր ժողովուրդը օգոստոսի 8-ից առաջ, եթե ուներ այն մտահոգությունները, հասկացանք, որ օգոստոսի 8-ից հետո դա ամբողջովին փոխվել է։ Սա չի կոչվում, որ խաղաղությունը ապահովել է։ Այո, բայց ունենք կարգավորման գործընթաց, որը տանում է դեպի խաղաղության։ Այդ տեսանկյունից, եթե մենք իսկապես մտահոգված էինք, որ պատերազմի հավանականությունը բարձր է, հարձակման հավանականությունը բարձր է, եւ բոլորին ակնհայտ է, որ անկայունությունը թույլ չի տալի ունենանք ժողովրդավարական զարգացում, տնտեսական զարգացում, այդ խնդիրները լուծվեցին։ Դրա համար համակարգված տեսանկյունից օգոստոսի 8-ի իրադարձությունները իսկապես ամենակարևոր եւ դրական իրադարձություններն էին 2025 թվականին։ Շնորհակալություն։ Այժմ հասարակությունը բավականին անհանգստացած է, ինչու եւ տարբեր վարկածներ են առաջ քաշվում, մասնավորապես վերջին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչի վերջին ձևակերպումը, որ նա ասում է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում դժվարացնում է այդ նախագծի օգոստոսի 8-ի իրականացումը առանց Ռուսաստանի մասնակցության հասարակության մեջ այսպես խոսվում է, որ մութ ամպեր են կուտակվել հենց այդ օգոստոսի 8-ի համաձայնությունների վրա եւ Թրամփի ուղին
շատ հնարավոր է հաշվի առնելով նաև այն ինչ կատարվում է Ուկրաինայի ճակատում եւ այսինքն Ուկրաինայի ուղությամբ Թրամփ-Պուտին փոխհարաբերությունների եւ բանակցությունների տոնայնությունից ելնելով մտավախություն կա, որ Թրամփի ուղին կարող է դառնալ Պուտինի ուղի։ Ես այսպես թեժացրած գույներն եմ ներկայացնում, ծայրահեղական վարկածներն եմ ներկայացնում, որպեսզի հնարավորություն տամ ձեզ պատասխանելու։ Այդ մտավախությունը իսկապես հիմնված չի առողջ տրամաբանության վրա եւ ովքեր ունեն այդ մտավախությունը իսկապես կամ իրենք չունեն այդ մասնագիտությունը եւ կամ այդ զարգացած հասկացությունը իսկապես առողջի գնահատեն որն է իրադարձությունների տարածաշրջանում։ Նայեք, Ռուսաստանը մտահոգված է որ տեսանկյունից, եթե իրենք մինչեւ 2024 թիվը հեգեմոնն էին տարածաշրջանում դա այլևս փոխվել է։ Այսինքն Ռուսաստանը չունի այլևս ոչ մի քաղաքական ազդեցություն Հայաստան Հանրապետությունում, նա չունի քաղաքական ազդեցություն Վրաստանում, փորձում է վերականգնեցնել, բայց իսկապես չունի, եւ նա չունի քաղաքական ազդեցություն Ադրբեջանում։ Այսինքն Հարավային Կովկասը երկար ժամանակ կազմել էր Ռուսաստանի հարավային անվտանգության գոտին եւ Հայաստանը եղել էր անկյունակարը այդ ռազմավարության, դա փլուզվեց։ Հիմա Ռուսաստանը ձև է գտնում, որ վերադառնա տարածաշրջան։ Եվ մի հույսը որ նա ուներ, այդ Զանգեզուր կոչված տրամաբանությունն էր, որը Ադրբեջանը պետք է Ռուսաստանի համար ապահովեր։ Տրամաբանությունը հետևյալն էր. Ռուսաստանը տվեց Արցախը Ադրբեջանին եւ Ալիևը խոսք էր տվել Զանգեզուրի միջանցք Ռուսաստանին։ Որտեւ եթե մենք նայենք նոյեմբերի 9-ի համաձայնությանը, այդ միջանցքը, որ իրենք նախատեսել էին, դա պետք է հսկեր ռուսական զորքերը։ Այսինքն Ռուսաստանը վերադառնում էր Հայաստան եւ Հայաստանը մեջտեղից կիսում էր, որտեւ այդ միջանցքը ռուսական զորքերն էին հսկելու։ Բայց դա չիրականացվեց։ Եվ երբ որ այս թրիփի ճանապարհը այդ օգոստոսի 8-ի համաձայնությունները բերեցին ներկա իրավիճակը, որ մենք ունենք, Ռուսաստանը փորձում է ձև գտնի, որ վերադառնա Հարավային Կովկաս եւ ներգրավված լինի այս Թրամփի լայն ծրագրին։ Բայց այնտեղ տրամաբանություն չկա, երբ որ ասում են, որ Ռուսաստանը ներգրավելու է եւ Ռուսաստանը դեր է տանելու այս ծրագրին։ Այսինքն Միացյալ Նահանգների տեսանկյունից դա բացառվում է, պաշտոնական Երևանի տեսանկյունից դա բացառվում է, Ռուսաստանի արտգործնախարարությունը կարող է ասի նա ինչ ուզում է որ ասի, եւ մեր հասարակության մեջ այն ովքեր իրենց համարում են փորձագետ, մասնագետ եւ այլն կարող են ասել ինչ որ ուզում են ասեն, բայց որոշում կայացնողները, այն դերակատարները, որ կայացնեն այդ որոշումը, իրենց համար ոչ թե միայն անընդունելի է, բացառվում է, որ Ռուսաստանը կարողանա դեր տանի այս գործընթացին։ Երկրորդը Թրամփի ուղին հիմնված է այն տրամաբանության վրա, որ սա ստեղծելու է կայունություն, սա կարգավորելու է տարածաշրջանը, սա ապահովելու է ապագայում խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ եւ Միացյալ Նահանգները դառնալու է եւ դարձել է եւ դառնալու է ամենահզոր դերակատարը տարածաշրջանում։ Եթե դա է ռազմավարությունը, որն է տրամաբանությունը, որ Ռուսաստանը ներգրավվի այս գործընթացի մեջ։ Դե ասում է կոնցեսիոն կառավարում, երկաթուղիները մերն են, երկաթուղին կանցնի ռուս սահմանապահների պատասխանատվության գոտիներով ես նորից մենք վերեցի այդ երկաթուղիների ճանապարհ, այդ թեման կապ չունի Թրամփի ուղիի հետ, որտեվ նոր երկաթուղիներ են կառուցվելու, այո։ Եվ հայտարարվել է, որ այդ երկաթուղին չի վերահսկվի Հարավկովկասյան այդ Ռուսաստանի կողմից։ Արդեն պարզ է, որ այո, այն բաները, որ Ռուսաստան նախատեսել էր կամ փորձում էր օգտագործել, որպեսզի ճնշմալծակ, դա չի վերաբերվում այս իրավիճակին։ Այդ առումով կարող ենք ասենք, որ ոչ թե միայն Ռուսաստանը դուրս է մնալու այս գործընթացից, նա շանս չունի օգտագործի Թրամփի ուղին, որպեսզի վերադառնա տարածաշրջան։ Այստեղ նորից շարունակում ենք այս թեման եւ բազմիցս ձեզ դիմել ենք այդ հարցով, բայց նորից եմ ես դիմում։ Միացյալ Նահանգների համար ինչ կարեւորություն ունի, այստեղ հարց է Ռուսաստանը ինչ է դուք ասում եք, ինչ ուզում եք, կարող է ասել։ Իսկ Միացյալ Նահանգները կզիջեն արդյոք։ Այդտեղ արդեն եկեք Միացյալ Նահանգների դիտանկյունից նայենք, ինչ նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար այդ 42 կիլոմետր կոչվածը, որը ասում են ուղի, ճանապարհ, մի խոսքով ամեն ինչ հասկանալի է։ Եվ այսպես նորից Միացյալ Նահանգների համար ինչ նշանակություն ունի դա, Միացյալ Նահանգները կզիջեն
կներեք, որ ես այդ հարցը կրկնում եմ, կզիջեն արդյոք Ռուսաստանին այդտեղ դոմինանտություն ասեմ կամ ներկայություն ցույց տալու եւ պատասխանի ընթացքում կխնդրեմ, որ Եվրամիության, եվրոպական երկրների համար տեսեք, այստեղ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ են հակադրվում, արդյոք եվրոպական երկրների հետ են հակադրվում։ Ասեմ, այսինքն Միացյալ Նահանգները ինչ պատճառ ունի, որ Ռուսաստանին զիջի այս հարցով։ Այնտեղ տրամաբանություն չկա, այո։ Նույն ժամանակ, երբ որ հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները համարում է Ռուսաստանին ամենաառաջին ապակառուցողային դերակատարը տարածաշրջանում։ Այսինքն Միացյալ Նահանգների տեսանկյունից Ռուսաստանը 35 տարի ոչ թե զբաղվել է խաղաղությունով կամ խաղաղություն ձեռք բերելով, այլ նա զբաղվել է հակամարտություն կառավարելով։ Միացյալ Նահանգները համարում է Ռուսաստանին իսկապես հակաամերիկական դերակատար եւ տարածաշրջանի առումով հակախաղաղության գործիչ։ Այդ տեսանկյունից ոնց կարող է սպերես մի դերակատարի, այո, մի երկրի, ով գիշեր-ցերեկ աշխատել է, որ տարածաշրջանում ոչ թե ունենա կայունություն եւ աճ, բայց հակառակը հակամարտություն, որ նա կարողանա կառավարի եւ պահպանի իր հեգեմոնիկ կարգավիճակը։ Այդ տեսանկյունից բացառվում է, որ Միացյալ Նահանգները զիջումներ կանի կամ թույլ կտա Ռուսաստանը վերադառնա։ Այսինքն դա կհակասի եւ հակասում է Միացյալ Նահանգների շահերին։ Այդ տեսանկյունից երբ տեսնում ես այս տեսակի հակասություններ կան, դա բնականաբար երբեք չի թույլատրվի Միացյալ Նահանգների տեսանկյունից։ Նույնը Հայաստանի տեսանկյունից, այսինքն Հայաստանի կառավարությունը 2022 թվականին, երբ որ շրջադարձարեց դեպի արևմուտք, մենք մեր համար ակնհայտ էր, մենք դասեր էինք քաղել, որ հասկացանք, որ Ռուսաստանի կախվածության համակարգի մեջ գտնվելով ստացանք ինչ որ մենք ստացանք։ Այդ տեսանկյունից Ռուսաստանին թույլ տալ վերադառնալ տարածաշրջան եւ Ռուսաստանին ներգրավենք այս գործընթացի մեջ, որը մենք աշխատել ենք 30 տարի, որ իսկապես անջատվենք Ռուսաստանի ազդեցությունից, դա այնտեղ այդտեղի նույն ժամանակ ունեն մեզ նույն հակասությունը։ Այսինքն ոնց կարող ես աշխատանք տանես, այո, որ անջատվես այս անառողջ կախվածության համակարգից, բայց նույն ժամանակ ասես ոչինչ, մենք զիջում ենք անում եւ վերադառնալու ենք այդ համակարգին։ Այդ առումով սա բացառվում է։ Նորից եմ նշում, Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որ նա փորձի կարևոր լինի տարածաշրջանում եւ վերադառնա։ Խափանելու տեսանկյունից։ Այո, բայց դա չի իրականացվելու։ Ինչ որ վերաբերում է Եվրոպական միությանը եւ տարբեր եվրոպական երկրներին։ Միացյալ Նահանգները մոտարապես Միացյալ Նահանգների կողմից 2 շաբաթ առաջ այց կար Հայաստան եւ այն թիմը, որ զբաղվում է այդ թրիփի ճանապարհով եւ ամբողջ այս օգոստոսի 8-ի համաձայնության հետ կապված այն հուշագիրները, որ ստորագրեցինք, այդ թիմը, որ այցելեց, ես բախտաբար իրենց հետ հանդիպեցի Washington DC-ում իրենց գալուց առաջ եւ ահագին քննարկեցինք այս Եվրոպայի խնդիրը։ Միացյալ Նահանգները պատրաստ է Եվրոպայի ներգրավի այս ծրագրով, բայց Միացյալ Նահանգների մտահոգությունը հետևյալն է. Եվրոպական միությունը որպեսզի շատ մեծ ինստիտուցիա, շատ դանդաղ է աշխատում, բայց Միացյալ Նահանգները նախատեսում են, որ շատ արագ ձևի կառուցեն այս ճանապարհը եւ շատ արագ ձևի իրականացնեն այս ծրագիրը։ Այդ առումով քաղաքական կամքը կա։ Եվ եթե Եվրոպական միությունը պատրաստ եւ կարողանալու է շատ արագ ձևի աշխատի եւ այդ գումարները հատկացնի, որպեսի մասնակից եւ ներդրումանի, Միացյալ Նահանգները այդ առումով պատրաստ են եւ կողմ են։ Բայց եթե Եվրոպական միությունը չհասցնի, որտեղ դրանց ինստիտուցիոնալ պրոցեսները գործընթացները մի շատ դանդաղ են, երկար ժամանակ է տևում, այդ առումով Միացյալ Նահանգները ժամանակ չի կորցրել եւ չի նստել սպասի եվրոպացիներին։ Չի հակասում արդյոք Եվրոպական միության, եվրոպական երկրների շահերին այդ հենց օգոստոսի 8-ի ամբողջ ծավալով բացառվում է, ոնց կարող հակասի, որտեղ նայեք, օգոստոսի 8-ը արեց նա այնը, որ Եվրոպան փորձում էր, ուզում էր եւ չկարողացավ։ Այո, Եվրոպայի համար առաջին խնդիրը, որ իրենք չունեն այդ ճշմարտ լծակները, որ համոզեին Ալիևին համաձայնվի կարգավորման գործընթացին եւ գնա դեպի կառուցողային արտաքին քաղաքականության։ Եվրոպան ամեն ինչ փորձեց, բայց չկարողացավ, որտեղ Ալիևը հասկացավ, որ այն կարողությունները, որ Եվրոպան ունի, սահմանափակված է։ Դրամը Եվրոպան շատ ուրախ է, որ Թրամփի վարչակազմը կարողացավ անել նա, որը Եվրոպան չէր կարողում անել։ Այդ տեսանկյունից այնտեղ հակասություններ չկա։ Նույն ժամանակ, եթե ասենք նայ Միացյալ Նահանգների այս ծրագիրը իրականացան ժամանակ, եթե Եվրոպան այն առաջարկում է, որ նա ներկայիս արել աներ եւ Ամերիկան իրենց մերժեր, այդ ժամանակ կարող ենք ասենք, որ այստեղ խնդիր կա, այստեղ հակամարտություն կա եւ այստեղ շահերի բխում կա, բայց շահերի հակասություն կա, բայց բնականաբար դա խնդիրը չի, որտեղ Միացյալ Նահանգները շատ հստակ ձևի
եվրոպացիներն ասել է, որ մենք ուրախ կլինենք ձեզ ներգրավենք, եթե դուք կարողանաք շարժվեք այն տեմպին, որը մենք նախատեսել ենք։ Նույն ժամանակ սա շատ կարևոր բան կուզեի նշել, որ այս Թրամփի ճանապարհը սա առաջինն է լինելու։ Միացյալ Նահանգները շատ լայն ռազմավարություն ունի, որ ապագայում այս տեսակի ճանապարհ, այս նոր ռազմավարություն իրականացվելու է տարբեր երկրներում եւ տարբեր տարածաշրջաններում։ Եվ այդ ժամանակ բնականաբար ամբողջ եվրոպական ֆինանսական կարողությունները կարևոր են լինելու Միացյալ Նահանգների համար։ Այսինքն Միացյալ Նահանգները էկոսիստեմ է ստեղծելու, որ եվրոպացիներ ներգրաված են լինելու որպեսի մասնակից, որտեղ սա լայն ներդրման խնդիրներ են առաջանալու։ Այդ տեսանկյունից, եթե հասկանում են, յուրաքանչյուրը հասկանում է այս լայն ռազմավարությունը եւ տեսնում է համակարգված մոտեցում է, այդ ժամանակ ակնհայտ է լինում, որ ոչ թե այստեղ հակամարտության խնդիր կա, այլ Միացյալ Նահանգները շատ ուրախ է եվրոպացիներին ներգրավի, եվրոպացիները ուզում են ներգրաված լինեն, բայց սա լոգիստիկայի ժամանակի խնդիր է։ Բայց եթե Եվրոպան արագ աշխատի, ես վստահ եմ, որ իրենք ներգրաված կլինեն։ Եվ եթե Ռուսաստանի հետ այստեղ ռազմավարական հակասություն կա, եվրոպական երկրների հետ չկա որևիցե։ Միացյալ Նահանգները չունեն այս կետում որևիցե հակասություն։ Եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների շահերը այս իրար համապատասխանում են։ Երկու կողմն է, այսինքն մոտենում են Հայաստանին եւ տարածաշրջանը նույն տեսանկյունից։ Եվ երկու կողմը նամանավանդ Եվրոպան շատ հստակ ձևի ուզում է, որ Հայաստանը ներգրաված լինի տրանսատլանտիկ համակարգի մեջ։ Մեկ այլ մտավախություն վարկած էլի ներկայացնեմ, կներեք, որ ձեզ եմ ներկայացնում այդ բոլոր վարկածները, որոշ մարդկանց գնահատմամբ շահարկումները, բայց այս հարցը եւս շատ սուր է դրված, հարցը այն չէ, որ շահարկում է դա, թե չէ, ես գնահատական չեմ տալիս։ Այս հատվածով Թրամփի ուղի կոչվածով Հայաստանը բանալիները, այն ճանապարհը, որը հարյուրամյակ շարունակ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են ունենալ, տալիս է Թուրքիային եւ ուրեմն Ադրբեջանին եւ ճանապարհ է բացում Թուրանի համար եւ եթե այո ճանապարհ է բացվում Թուրանի համար, ապա Միացյալ Նահանգներին դա ձեռնատու է, ապա Չինաստանին դա ձեռնատու է, ապա եվրոպական երկրներին դա ձեռնատու է, թե ոչ։ Եվ Հայաստանին իհարկե առաջնահերթ։ Ոնց պատասխանում է հարցը Թուրան է դա նշանակում է վիրավորելու յուրաքանչյուրին։ Նայեք, այդ պանտուրիզմի հեքիաթները շատ ենք լսել եւ ազնիվորեն եթե Թուրքիան ուզենար դա իրականացնել, դա նա ռազմական կարողություն ունի, որ իրականացնի։ Մի քիչ աբսուրդ է, որ ասենք Միացյալ Նահանգները մասնակցում է եւ մասնակից է այդ թաքնված ծրագրին եւ այս ճանապարհը գնում է դեպի դրան։ Դա աբսուրդ է։ Առաջինը, երկրորդը Հայաստանը եւ Միացյալ Նահանգները երկուսը իրար հետ կառավարելու են այս ճանապարհը։ Դա առաջինը։ Երկրորդը Հայաստանը վետոյի իրավունք ունի, որ եթե յուրաքանչյուր պահին համաձայնության չկա իր գործընկեր Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը վետող կանի եւ երկուսը կնստեն կգան մի հասկացողության։ Երրորդը ամբողջ այս ծրագիրը, այո, պետք է պատասխանի եւ համապատասխանի Հայաստանի սահմանադրությանը եւ Հայաստանի ինքնիշխանությանը։ Այդ տեսանկյունից ինչի մասն է խոսակցությունը։ Այսինքն երբ նայում ենք այդ տրամաբանությունը, որ յուրաքանչյուր ներկայացնում է, իրենք ասում են, որ յուրաքանչյուր ապաշրջափակման ծրագիրը տալիս է Հայաստան, նվիրում է Հայաստանը այդ պանտուրիզմի եզրույթին։ Ուրեմն Հայաստանը պետք է շարունակի մեգուսացված լինել տարածաշրջանից, Հայաստանը պետք է շարունակվի սահմանափակված լինել, որովհետև յուրաքանչյուր ճանապարհ եթե բացես, յուրաքանչյուր եթե առևտուր, կոմերց եթե ունենաս, ուրեմն դու երկիրդ հանձնում ես պանտուրիզմին։ Ոնց կլինի։ Դա տրամաբանական չի։ Այսինքն ինչին են գալ, իրենք դիմում են եւ փորձում են տանեն դիսկուրսը դեպի վախի տիրույթ եւ ասեն, ահա նայեք, այս ամեն ինչ որ տեսնում եք սուտ է, ես այստեղ թաքնված թուրքերի ձեռքը կա, թաքնված թուրքական ազդեցությունը կա, դրա համար Հայաստանի վտանգ է սպառնում, բայց երբ որ նայում ենք իրականությանը, դա բացառվում է եւ հասկանում ենք, որ հակառակն է։ Եթե Միացյալ Նահանգները անելու է եւ անում է այն ներդրումը, որ նա Հայաստանում անելու է, եւ Միացյալ Նահանգները տանում է այն դերը, որ նա տանում է, ակնհայտ է, որ ոչ թե սա Հայաստանի վտանգ է սպառնում, բայց հակառակը։ Հայաստանը երբ որ
Եվ ես սա շատ ազնիվ ձևով եմ ներկայացնում եւ ես վրացիների հետ որ Washington DC-ում խոսացի իրենց նախանձը մի քիչ ակնհայտ էր եւ ուզում եմ օրինակը բերեմ բոլորի համար զարմանալի է որ ոնց այս մինչեւ 3-4 տարի առաջ այս կոտրված խեղճացած թույլ Հայաստանը այսօրով 2-2.5 տարվա մեջ դարձավ տարածաշրջանի ամենակարևոր դերակատարներից մեկը բոլորը ցնցման մեջ են, որտեղ չեն կարող հասկանալ, որ ոնց գնացինք այդտեղից այստեղ։ Այո, եւ այդքանը չհասկանալով իրանք սկսում են ստեղծել այս ոնց որ ասած հեքիաթները եւ այս արհեստական նարատիվը, որ փորձեն արդարացնել իրենց հասկացողությունը, բայց փաստը նա է, որ Հայաստանը ձեռք բերել է մի ռազմավարություն, համագործակցում է Միացյալ Նահանգների հետ դեպի մի նպատակ, որը բերելու է ապաշրջափակում, լուծելու է մեր այն խնդիրները, որ մենք ունենք, եւ Հայաստանը այլևս չի լինելու մեգուսացված։ Եվ դա թույլ է տալու Հայաստանի ներուժը, այո, պոտենցիալը իրականացվի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Առաջին հարցին ի պատասխան որն եք համարում գլխավոր քաղաքական արդյունքը, փաստորեն դուք գլխավոր քաղաքական արդյունքը հենց սա եք համարում։ Միանշանակ։ Եվ այդ բոլոր խոսակցությունները, վարկածները, որոնք բերում են տրամադրություններ, որ պետք է խոչընդոտել այդ ծրագրին, դուք կարծում եք դրանք չեմ ասում հակապետական են, հակահայկական են, բայց դրանք վնասում են
Հայաստանին, հա։ Նեք, Այդպես կարելի ասել։ ովքեր որ գիտակցում են իրականությունը եւ ստում են, իրենք բնականաբար աշխատում են, այո, երկրի պետական շահերի դեմ։ Ովքեր որ չեն հասկանում իրադարձությունները եւ շփոթվում են եւ գտնվում են մի հատ այսինքն շփոթ իրավիճակի մեջ, ես չեմ ասի, իրենք կարող է ազնիվ ձևի բացասական կարծիք ունեն այս իրադարձությունների հետ կապված եւ իրենք բնականաբար պետք է ստանան ճիշտ կրթություն եւ ճիշտ տեղեկություն, որ առողջ ձևի Բոլոր դեպքերում դա վնաս է։ Այդ ծրագրին խափանումը միանշանակ համարում եք վնաս Հայաստանի համար։ Շատ լուրջ վնաս ազնիվ բան, որտեղ եթե մի բան իսկապես նայեք, պետք է ազնիվ լինենք։ Որն է մեր վիճակը 20, 21, 22, 23 թվին եւ որն է մեր իրավիճակը ներկայիս։ Եթե յուրաքանչյուրը կարող ասի, որ մեր անվտանգության իրավիճակը ավելի վատացել է, նա ստում է, նա ազնիվ է։ Այո, եթե մեկը կարող ասի մեր տնտեսության իրավիճակը գնալով վատացել է, նա ստում է։ Այո, պետք է նայենք փաստերին։ Հայաստանը ներկայիս Եվրազիայի համար առաջին տնտեսական աճ ունի։ Հայաստանը ներկայիս իր անվտանգության խնդիրների մեծամասնություն լուծվել է։ Հայաստանը երբ որ ներկայիս այն վտանգը չունի, որ հակամարտությունը եւ պատերազմի հավանականությունը բարձր է։ Այսինքն, երբ որ նայում ենք բոլոր չափանիշներին, Հայաստանը ներկայիս գտնվում է ավելի լավ իրավիճակում, քան նա նախկինում էր գտնվել։ Եթե դա ակնհայտ չի, այնտեղ արդեն քննարկման թեմա չի։ Նաև Իրանի դիրքորոշումը այս օրերին շատ խոսվեց այդ մասին, որովհետև նախ սկսենք նրանից, որ Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները ստորագրեցին 26-28 թվականի համագործակցության ճանապարհային քարտեզ եւ հենց այդ ստորագրության օրվա հետ կապված նաեւ մենք լսեցինք Իրանի արտգործնախարարության նախկին պաշտոնյայի ձևակերպումը, որ Իրանը կտրականապես դեմ է այդ Թրամփի երթուղուն եւ համարում է, որ Թրամփի երթուղին դա նույնն է, ինչպես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Իդեպ այստեղ պարզապես հիշեցնենք, որ նոյեմբերի 2020 թվականին Իրանը լուր էր, ոնց որ թե չէր ասում դեմ ենք, հիմա ասում են նույնն է։ Իհարկե Իրանում Հայաստանի դեսպանը անմիջապես պատասխանեց, պատասխանի հիմնական իմաստը հետևյալն էր. Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը թրիփի նախագծում եւ փորձեց ներկայացնել, որ ոչ մի խնդիր չկա, բայց այդպես էլ նստվածք մնաց։ Նախկին պաշտոնյայի խոսքը Հայաստանի դեսպանի պատասխանը, բայց պաշտոնական Իրանից ոնց որ թե չլսեցինք ոչ մի բան։ Երկու դիտարկում, առաջինը, Իրանում ունենք կա մոտորապես 3 տարբեր ֆակցիաներ, որ իրենք ունեն տարբեր գաղափարախոսությունը։ Այո, ծայրահեղ ֆակցիան իրենք սկզբից դեմ են եղել այս օգոստոսի 8-ի հասկացությունները եւ իրենք համարել են, որ յուրաքանչյուր ամերիկական ներկայացությունը իրենց հյուսիսում իրենց վտանգ է սպառնում։ Դա մի թևն է։ Դուք ամույս թևը, որ շատ պրագմատիկորեն հասկացել են, որ Իրանը չունի այն կարողությունը եւ այն ազդեցությունը, որ փոխի իրավիճակը, իրենք շատ առողջովի հասկանում են, որ իսկապես կլիներ 20 թվին, կլիներ 21 թվին, կլիներ 22 թվի ջերմիկի հարձակումներին, կլիներ էթնիկ զտումը, որ ունեցան 23 թվին, իրանք հասկացան, որ իրենք դերակատար չեն եւ Իրանը երբեք չի կազմել Հայաստանի անվտանգության ռազմավարության մի մաս։ Իրանք ազնիվորեն դա հասկանում են, այդքանը գիտակցելով իրանց համար տրամաբանական է, որ Հայաստանում ինչ որ անում է։ Եվ դրա համար իրենք վերցրել են շատ կարող ենք ասենք նյութրալ դիրք այս հարցի շուրջ։ Եվ կա ավելի լիբերալ թևը այդ համակարգում համեմատական մասշտաբով, որ իրենք գիտակցում են, որ տարածաշրջանում առևտուրը, ապահովապահումը եւ այլն Իրանին դրական դիվիդենտներ կբերի, որտեղ եթե ունենաս առևտուր, տնտեսական աճ, բնականաբար դա դրական է լինելու Իրանին։ Այս 3 տարբեր թևերը բնականաբար ունեն իրենց տարբեր դիրքորոշումները այս հարցի շուրջ։ Այն օրինակը, որ դուք բերեցիք, եւ ես ինչ որ ես 2 օր առաջ հրապարակվել էր, այդ անձը կազմում է ավելի այն ծայրահեղ թևին, այո, ներկայացնում է ծայրահեղ թևի կարծիքը տրամաբանությունը, որ իրենք այո համարում են Միացյալ Նահանգների ամերիկացիների ներկայացությունը իրենց հյուսիսում կարևոր չի, ինչ տեսակի ներկայացություն է տնտեսական, դիվանագիտական եւ այլն, իրանք դա խնդիր են ստեղծում։ Դա մի ֆակցիայի կարծիքն է։ Դա ոնց որ դուք նշեցիք պաշտոնական
Թերանի ներկայությունը չէ եւ դա Իրանի արտաքին քաղաքականություն չէ։ Հիմա ունենք Հայաստանի Հանրապետությունում եւ ունենք Ռուսաստանում եւ այն դերակատարները, այն ֆակցիաները, այն պրոքսիները, որ օգտագործելու են յուրաքանչյուր արտահայտություն, որ ասեն, ահա, տեսեք, սա վնասում է մեր հարաբերությունը մեր հարավային հարևանի հետ։ Ահա, տեսեք, թրիփ բան ամբողջ այս ծրագիրը Հայաստանի համար ռիսկեր է առաջ ստեղծելու եւ խնդիրներ ենք մենք ունենալու միայն մեր մոտիկ հարևանի հետ։ Բայց դա չի իրականությունը։ Եվ յուրաքանչյուրը կարող է սա օգտագործի, որպեսի ասինքն ոնց ճիշտ ներկայացնեմ ապակառուցողային գործիք, որ վնասի Հայաստանի Հանրապետության շահերին, որտեվ երբ որ նայում ենք իրենց մոտեցումը, իրենք փորձում են այդ պրոքսիները փորձում են ամեն ինչ անեն, որ Հայաստան, Միացյալ Նահանգներ, Հայաստան արևմուտք հարաբերությունները վնասեն։ Եվ հիմա իրանք փորձում են օգտագործեն այս Իրանի խնդիրը, որ ասեն ժողովուրդ, մենք Պարսկաստանի հետ խնդրեմ ենք ունենալու, եթե չկանգնացնենք եւ չխոթնդոտենք այս ծրագիրը, որ Հայաստանը ձեռք բերել է Միացյալ Նահանգների հետ։ Բայց երբ որ նայում ես պաշտոնական Իրանին, պաշտոնական Իրանը բնականաբար սկզբից մտահոգություններ ուներ, բայց դրանից հետո իրանք հասկացան, որ Հայաստանի Հանրապետությունը այս քայլին դիմելով տարածաշրջանի դինամիկան փոխում է։ Եվ Իրանը հասկանալով, որ նա չի կարող գտնի տևական հակամարտություն բոլոր իր հարևանների հետ, Հայաստանի տնտեսական աճը թույլ է տալու, որ Իրանը օգտվի այդ տնտեսական աճից։ Եվ իրանց համար դա բնականաբար իրենց շահերը բխում են, որ դրանք կողմ լինեն։ Երկրորդը, Հայաստանը շատ հստակ ձևի եւ շատ թափանցիկ ձևի Իրանի հետ կիսվեց, որ այս Թրամփի ճանապարհը սա ռազմական ծրագիր չէ, Միացյալ Նահանգները զորք չեն ունենալու, Միացյալ Նահանգները ֆիզիկական ներկայություն չեն ունենալու այս ճանապարհին։ Այդ տեսանկյունից բոլորի համար Իրանում ակնհայտ է, որ սա իսկապես խնդիր չի։ Բայց այս արհեստական նարատիվը յուրաքանչյուր բան ստեղծելու են, որ մեր համար խնդիրներ ստեղծեն։ Շնորհակալ եմ, հաջորդ թեման, որին կուզենայի անդրադառնալ, դա հետևյալն է, Հյուսիսատլանտյան դաշինքի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն է այսօր այցելում Հայաստան, նշված է, որ նա նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, իհարկե բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում է նախատեսվում, բացի այդ քաղաքացիական ներկայացուցիչների հետ եւ Հայաստանում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների հետ։ Որոշ մեկնաբանների գնահատմամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս այցը նպատակ ունի գնահատել քաղաքական մթնոլորտը Հայաստանում, հստակեցնել հայ ժողովրդի դիրքորոշումը։ Հարցս հետևյալն է, որ հարցերում է ըստ ձեզ հստակեցնելու կարիք զգում ՆԱՏՕ-ն, ինչ անհասկանալի կետեր կան եւ արդյոք նորից նույն հարցը ուրիշ ձևով եմ տալիս, կներեք կրկնություն է ստացվում, արդյոք Հայաստանի դիրքորոշումը ակնհայտորեն պարզ է, թե այնուամենայնիվ հստակեցնելու կարիք կան։ Նայեք, առաջինը Հայաստանի դիրքորոշումը երկրորդական է, որովհետև ՆԱՏՕ-ն ունի իր ռազմավարությունը, ՆԱՏՕ-ն 2006 թվականից հարաբերություն ունի Հայաստանի Հանրապետության հետ եւ ՆԱՏՕ-ն ունի իր դիվանագիտական թևը, որ հաճախ զբաղվում են այս տեսակի այցերով։ Այսինքն սա յուրահատուկ մի իրադարձություն չէ եւ սա հաճախ իրականություն է, որ ՆԱՏՕ-ն ամեն ամիս ունի այս տեսակի այցեր տարբեր երկրներում։ Բայց հասկանալը, որ Միացյալ Նահանգները դարձել են ավելի կարևոր եւ Հայաստանի արժեքը Միացյալ Նահանգների համար եւ տրանսատլանտիկ համակարգի համար ավելի բարձրացել է, բնականաբար ՆԱՏՕ-ն իրենց համար էլ է հետաքրքիր, որ հասկանան որն է նոր Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը ՆԱՏՕ-ի հանդեպ եւ իրենք բնականաբար անելու են, այսինքն ինչ որ իրենք միշտ անում են այս դիվանագիտական այցերով, բայց ես շատ կարևորություն չի տա այս այցին ազնիվորեն, որովհետև եթե տրամաբանությունը հետևյալն է, որ այս հայցի զուտ նպատակը, որ հասկանան եւ տեսնեն ոնց են սկսելու գործընթացը, որ եթե իրականա թե ոչ, որ մի բախ կա, որ Հայաստանը կմիանա ՆԱՏՕ-ին եւ ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե դա է դիսկուրսը, դա է տրամաբանությունը, դա բացառվում է։ Քաղաքասարակության հետ ինչու է հանդիպում։
Որովհետև դա իրենց բանը միշտ իրենց ռազմավարությունը հիմնված է դրամապանության վրա իրենք հանդիպում են, բանակցում են, ուզում են առողջի հասկանան, որ իսկապես ժողովրդավարական առողջության մակարդակը, քաղաքական մշակույթի զարգացումը եւ այլն, Այստեղ քաղաքական վեկտորի ճշտելու հարց կա։ Ոչ, որովհետև ՆԱՏՕ-ի համար շատ ակնհայտ է, որ Հայաստանի դիրքորոշումը որն է, ՆԱՏՕ-ի համար շատ ակնհայտ է, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք եւ այս այցի նպատակը, որ ՆԱՏՕ-ն ամրացնի իր դիվանագիտական կապերը Հայաստանի Հանրապետության հետ։ Նայեք, երբ որ մենք ասում ենք ՆԱՏՕ, պետք է ազնիվ լինենք, մենք խոսում ենք Միացյալ Նահանգներ, որտեղ առանց Միացյալ Նահանգների ՆԱՏՕ գոյություն չունի, չի կարող գոյություն ունենա։ Այո, դրա համար երբ որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերությունը գնալով ամրանում է եւ խորանում է, բնականաբար ՆԱՏՕ-ն էլ շահագրգռված է լինելու, որ մասնակցի այդ գործընթացին։ Այո, բայց եթե յուրաքանչյուրը ասելու է, որ տեսեք քաղաքացիական հետ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հանդիպել է դրա համար ներկայիս ռազմավարությունը մշակում, որ Հայաստանը մի օր ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, դա բացառվում է։ ՆԱՏՕ-ն թույլ դա չի տա, որտեղ իրենց շահերը բխում են, որ իրենք պահպանեն ներկայիս ինչ որ ունեն եւ ՆԱՏՕ-ի աճման ծրագիր ներկայիս եւ երևի կարող եմ ասեմ 10-15 տարի այդ տեսակի ծրագիր չկա։ Տեսեք, դուք ասացիք ՆԱՏՕ-ն դա Միացյալ Նահանգներ են, բայց այդ նույն հարցը, երբ որ մեկ ուրիշին ես տվեցի, քաղաքական տարին գլխավոր քաղաքական արդյունքը որն էր, ինչ կարող եք դրական կամ բացական ասել, ոմանք նշեցին Միացյալ Նահանգների եւ Եվրամիության պարակտումը կամ անջատումը իրարից։ Արդյոք ՆԱՏՕ-ն դեռևս իսկապես Միացյալ Նահանգներ են, թե Միացյալ Նահանգները կամաց ուզում են դուրս գալ ՆԱՏՕ-ից եւ ինչ է լինելու ՆԱՏՕ-ն, եթե Միացյալ Նահանգները այնուամենայնիվ դուրս գան։ Նայեք, այնտեղ շատ կարևոր նյուանս կա, որ երևի չի նշվել։ Եվրոպական միությունը ՆԱՏՕ-ի անդամ չի։ Այո, Եվրոպական երկիրներ են ՆԱՏՕ-ի անդամ։ Եվրոպական միությունը որպեսի ինստիտուցիա ներկա վարչակազմը Միացյալ Նահանգներում խնդիրներ ունի Եվրոպական միության հետ որպեսի ինստիտուցիա, բայց դա ՆԱՏՕ-ի հետ կապ չունի, որտեղ Եվրոպական միությունը ՆԱՏՕ-ի անդամ չի։ Մեծ Բրիտանիան է ՆԱՏՕ-ի անդամ, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան եւ Միացյալ Նահանգները այդ երկրների հետ խնդիր չունեն։ Միացյալ Նահանգները խնդիր ունեն, ներկա վարչակազմը խնդիր ունի, որտեղ իրենց արտաքին գաղափարախոսությունը դեմ է այս տեսակի մեծ ինստիտուցիաներին։ Իրենք սիրում են երկրների հետ համագործակցեն, ոչ թե լայն եւ մեծ ինստիտուցիաների։ Այդ տեսանկյունից այն խնդիրը, որ Միացյալ Նահանգները ներկայիս ունի Եվրոպական միության հետ, եւ այդ խնդիրը միայն տնտեսական է եւ առևտուրի հետ է կապված, դա ամբողջովին անջատված է ՆԱՏՕ-ից։ Փորձել կապել այդ հակամարտությունը ՆԱՏՕ-ի հետ, դա ոնց ասեմ, դա ցույց է տալի, որ X անձը, որ այդ թեմայի մասին խոսում է, խնախորը հասկացություն չունի այդ թեմայից։ Հիմա Միացյալ Նահանգները երբեք ՆԱՏՕ-ից չի կարող դուրս գալ, որովհետև եթե յուրաքանչյուր նախագահ ուզենա ՆԱՏՕ-ից դուրս ելնել, պետք է Միացյալ Նահանգների Սենատը քվեարկի։ Եվ Միացյալ Նահանգների Սենատը երբեք չի քվեարկելու, որ ՆԱՏՕ-ից դուրս գա։ Այսինքն այդ քանակի ձայն յուրաքանչյուր նախագահ չի կարողանալու ապահովի Միացյալ Նահանգների Սենատում։ Այդ առումով ծայրահեղ պահին յուրաքանչյուր վարչակազմ Միացյալ Նահանգներում փորձելու եւ կարողանալի անի, որը ներկա վարչակազմն է անում։ Գումար չհատկացնի ՆԱՏՕ-ի ծրագիրներին կամ պահանջի ՆԱՏՕ-ի մյուս անդամները իրենց տնտեսական աջակցությունը ավելի բարձրացնեն, բայց դա չի կոչվում, որ ՆԱՏՕ-ն փլուզվելու է։ Հակառակը, Միացյալ Նահանգները շատ առողջևի հասկանում է, որ իր ամբողջ լայն միջազգային անվտանգության ճարտարապետությունը հենց հիմնված է ՆԱՏՕ-ի վրա։ Միացյալ Նահանգներին շատ կարևոր է Լեհաստանը, Միացյալ Նահանգներին շատ կարևոր է Ճապոնիան, Հարավային Կորեան եւ սրանք ասում են կարևոր ՆԱՏՕ-ի մի մաս։ Այդ տեսանկյունից եթե Միացյալ Նահանգները փորձի ՆԱՏՕ-ից ելնի, իրենց իր ամբողջ միջազգային անվտանգության ճարտարապետությունը կփլուզվի։ Դա բացառվում է։ Այդ տեսանկյունից Միացյալ Նահանգների մոտեցումը հետևյալն է, ասում է կներկայացնում, իրենք ասում են, որ հերիք է ծրագրերություն անեք։
Դա է Թրամփի վարչակազմի մոտեցումը։ Իրենք ասում են նայեք, ոնց ասենք փոքր Էստոնիան մինչև իր բյուջեի 5%-ը հատկացնում է ՆԱՏՕ-ին, բայց Իսպանիան միայն 1.5% է հատկացնում, օրինակ։ Ինչու ասենք Շվեդիան պատրաստ է մինչև 5% հատկացնել, բայց չգիտեմ, Իտալիան հատկացնում է 2%, երբ որ իրենց ՆԱՏՕ-ի պայմանագիրը շեշտում է, որ պետք է մինչև 3% յուրաքանչյուր երկիր հատկացնի։ Այսինքն Թրամփի վարչակազմի խնդիրը նա է, որ Միացյալ Նահանգները վերջի 50, 60, 70 տարի կրել են տնտեսական պարտականությունները եւ եվրոպացիք նորից իրենց Թրամփի վարչակազմի տեսանկյունից ծրագիրություն են արել։ Եվ իրենք Թրամփի վարչակազմը փորձում է լուծի այդ խնդիրը, ոչ թե ՆԱՏՕ-ն փլուզի եւ նա դուրս գա այս պաշտպանության ռազմավարական ծրագրից։ Ինչին ենք հիմա գալի։ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դարձավ այս Ուկրաինայի պատերազմից հետո, Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դարձավ, այսինքն ՆԱՏՕ-ն բնականաբար աճեց, բայց ՆԱՏՕ-ն այլևս չի ուզում աճի, որովհետև նա ունենալու է կառավարման խնդիր եւ նա ունենալու է ինստիտուցիոնալ խնդիր, որովհետև յուրաքանչյուր ինստիտուցիա, երբ որ սկսում է չափից մեջ աճել, դա նա իր ներքին խնդիրներն է ստեղծում։ Նույն ժամանակ ՆԱՏՕ-ն հասկանում է, որ եթե նա կազմում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մի մաս, եթե սա պահպանվելու է, նա պետք է ձև գտնի, որ Միացյալ Նահանգների պահանջները ապահովի եւ բավարարի։ Եթե չէ, այն ժամանակ այն երկիրները, որ չեն բավարարում Միացյալ Նահանգների պահանջները, իրենք խնդիրներ կունենան։ Այսինքն կազմակերպությանը վտանգ չի սպառնում, բայց անձամբ երկիրները, որը չեն բավարարում Վաշինգտոնի պահանջներին, իրենք կարող է խնդիր ունենան։ Դա ոչ մի կապ չունի Եվրոպական միության հետ եւ այն խնդիրները, որ դուք նշեցիք։ Այո, չէ, ես նշեցի այն ինչի մասին խոսվում է անընդհատ եւ այո, եւ կա եւս վերջին հարցը Միացյալ Նահանգների մասին, Միացյալ Նահանգներ եւ Եվրամիություն մենք խոսեցինք եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մասին խոսեցինք, դուք էլ նշեցիք եւ շատ էլի ես էլի բոլոր բերում եմ բոլոր այն վարկածները, հազիվ ես ձեզ հետ խոսում եմ, բոլոր այն վարկածները, որոնք այսպես սարսափազդու ազդեցություն են ունենում, սարսափազդու են մեր հասարակության համար։ Եվ այսպես հետեւյալն է, այո, Հայաստանը այսօր դե գտնվում է ընտրությունների նախաշեմին եւ դուք գիտեք այն խոսույթները, դեպի Եվրոպա է պետք գնալ, այդտեղ սկսում են վախացնել, դեպի Եվրոպա, հիմա պարակտում է, լինորից այդ նույն հարցն է, Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն, պարակտում է, դուք ուր եք գնում, այնտեղ ձեզ ոչ ոք չի սպասում, Եվրոմիությունը իր հարցերը սկի չի կարողանում լուծել, երկրորդը այդ ովքեր որ ասում են Եվրոմիություն մի գնա, դա արդեն դուք գիտեք ուր են գնում, հիմա վերցնում ենք միայն այս հարցը, Եվրոմիություն գնալու տեղ չկա, որովհետև այնտեղ պարակտված է ամբողջ արևմտյան նախկինում ասում են հարավական արևմուտք, հիմա այդ հավաքական արևմուտքը չկա, հիմա ամեն ինչը պարակտված է, Եվրոպան ինքը իր գլխի ճարը չի կարողանում տեսնել եւ այլ։ Նայեք, յուրաքանչյուր եթե ասում է հավաքակցված արևմուտքը այլևս գոյություն չունի, իրենք չեն հասկանում, չեն ասում, հակառակն է։ Միացյալ Նահանգները ասում են, որ սա է մեր հայեցակարգը եւ արևմուտքը պետք է սրան նմանվի։ Եվ տեսնում ենք, որ տարբեր երկիրներ համաձայնվում են եւ տարբեր երկիրներ ասում են, մեզի ժամանակ տվեք, որ մենք համաձայնության կանգ մեր ներքին քաղաքական դաշտ համաձայնության կա եւ կշարունակենք ձեր պահանջներին։ Դա համար առաջինն է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը, այո, նպատակ ունի, որ մի օր Եվրոպական միության անդամ դառնա, մի օր։ Բայց ամենակարևորը ոչ թե Եվրոպական միության անդամ դառնալն է, այլ ձեռք բերել այն իրադարձությունները եւ գնալ այն ճանապարհին, որը թույլ է տալու Հայաստանը զարգանա, եւ երբ որ այնքան զարգացած լինի, որ նա իր զարգացումը համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին, այդ երբ որ հասնի այդ կարգավիճակի, միանա եւ անդամ դառնա Եվրոպական միության։ Բայց եկեք ընդունենք հետեւյալ իրականությունը։ Հայաստանը հասնում է այդ կարգավիճակի, բայց եվրոպացիք ասում են կներեք մենք չենք ուզում լայնանանք եւ չենք ուզում նոր անդամ ընդունենք, շատ բարի։ Որն է մեր կորուստը։
Այսինքն մենք գնացել ենք զարգացման ճանապարհին, դարձել ենք մի երկիր, որի ստանդարտները, կարողությունները, ինստիտուցիոնալ առողջությունը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, եւ չենք ուզում մենք անդամ բռնանք, այնտեղ խնդիր չկա, բայց գոնե այդ գործընթացը 5 տարի թե 10 տարի է, դուք ներդրում եք անում Հայաստանում, Հայաստանին տալիս եք այն գիտությունը, այն ինֆորմացիան, այն կարողությունը, որ թույլ է տալի Հայաստանը զարգանա եւ աջակցում եք Հայաստանին, որ իր ներուժը փայլի եւ աճի եւ Հայաստանը դառնա հզոր եւ զարգացած Այսինքն երկիր։ քաղաքական այդ իրավիճակը Միացյալ Նահանգներ, Դա ժամանակավոր է, սա է ամբողջ խնդիրն է, ասում են Թրամփի վարչակազմը, օրինակ, երբ որ իրենք ներկայացրեցին իր նոր անվտանգության ռազմավարությունը, այս նոր ռազմավարությունը վտանգ է սպառնում Եվրոպային։ Բայց եթե յուրաքանչյուրը միջազգային անվտանգության մասնագետ է եւ հասկանում է այս տեսակի ռազմավարություններից, երբ որ կարդալն է Միացյալ Նահանգների այս նոր ռազմավարությունը, իրանց համար պետք է ակնհայտ լինի, որ ռազմավարության 50%-ը չի կարող իրականացնի։ Հասկանում եք, այսինքն սա դադար գաղափարախոսություն է, բայց այն մյուս 50%-ը ոչ մի բան չի փոխում։ Եվ ձեզ շատ մի հատ հատակիր օրինակ տամ, փաս ներկայացնեմ, այսօր Թրամփը ստորագրեց Միացյալ Նահանգներում այդ անվտանգության բյուջեի մի մասը, որը 800 միլիոն է եւ որից 400 միլիոնը հատկացնում են Ուկրաինային։ Այսինքն, եթե այնտեղ ոնց որ ներկայացնում են հակամարտություն կա, խնդիր կա եւ Միացյալ Նահանգները կոպտացած ձեռ է քաշե Ուկրաինայից եւ Եվրոպայի հետ հասկացողության չի գալ եւ այս նոր ռազմավարությունը խնդիրներ է ստեղծելու եւ այլն, ոնց հասկանանք իրականությունը։ Այո, այսինքն ինչին ենք գալի, կա քաղաքականություն, այո, կա ինֆորմացիայի պակաս, այո, ինֆորմացիայի պակաս, բայց կա այն ինստիտուցիոնալ աշխատանքները, որը իսկապես շարունակվում են, որտեղ յուրաքանչյուր երկիր հասկանում է, որ երբ որ ունես մի հատ առողջ համակարգ, տրանսատլանտիկ համակարգը, որը թույլ է տվել արևմուտքը 60-70 տարի ունենա այն ապահովությունը, այն բարեկեցիկ կյանքը եւ այն հզորությունը, այո, ունենալու ենք ներքին քաղաքական այս դիսկուրսիա, բանավեճ եւ այլն, բայց համակարգին վտանգ չի սպառնում։ Եվ սա մի օրինակ է, որ Միացյալ Նահանգներում այդքան քաղաքական բանավեճից հետո տեսնում ենք, որ կես միլիարդ գումար են հատկացնում Ուկրաինային։ Շնորհակալ եմ ասորվածության համար։ Նմանապես։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, քաղաքագիտության պրոֆեսոր Միացյալ Նահանգների Նևադայի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս պարոն Ներսես Կոպալյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։